Հետաքրքիր է երաժշտությունը ոնց է մեզ օգնել հենց մեր ինքնությունը պահել։ Շատ է օգնել, շատ է օգնել, որովհետև ախր երաժշտությունը կյանքի գեղարվեստական արտացոլանքն է։ Հա, Ինչ հիշում ես, ինչ լսել ես, ինչ քեզ շրջապատում է, ինչ դու զգում ես այս պահին, ամբողջ երգի միջոցով։ Գյուղացու համար երգելը խոսելու նման անհրաժեշտություն էր։ Առանց երգ գյուղացու կյանքը չկա։ Տեսեք, ծնվում է երգով։ Առաջին երգը մոր օրորն է, հա, որով մանուկը կապվում է մոր հետ։ Հետո ինքը մեծանում է, հարսնանում է, փեսայանում է, 7 օր 7 գիշեր գլուխը գովում են հարսանիքի ժամանակ, հետո ինքը իր երեխաներին երգի պայմաններում մեծացնում է, հետո էլ մեռնում է, երգով տանում են, թաղում են։ Հա։ Ամբողջ կյանքը անցնում է երգի մթնոլորտում, ուրիշ բան լինել չի կարող։ ուրախության մեջ երգա, տխրության մեջ Տխրության մեջ երգա։ երգա, ողբ են ասում, ուրախ երգ են ասում, կատակ են անում։ Հայրիկ Մուրադյանը պատմում էր, որ ասում է ամեն անգամ աշխատանքից հետո երեկոները ասում է մի խարույկ էինք վառում գյուղամիջում, ինքը երեխա է եղել այդ ժամանակ։ Ասում է պապիկները, տատիկները հավաքվում էին, էպոս էին պատմում, հեքիաթ էին պատմում, մենք էլ երեխաներս նրանց կողքերը ծվարած, գլուխներս նրանց ծնկներին դրած լսում էինք։ Դպրոց է դա։ Հմ, Երգով եւ պատմությունով ազգ են կրթել։